Հայաստանում ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը կմեկնարկի հունիսի 1-ից։ Այս տարի մի քանի փոփոխություններ են իրականացվել այս ոլորտում, դրանցից մեկը կապված է ընդունված դիմորդների անունների ցուցակների փակցման ժամանակահատվածի հետ։ Եթե նախկինում ցուցակները փակցվում էին օգոստոսի 5-ից մինչև 10-ը, այս տարի դրանք պատրաստ կլինեն հուլիսի 15-ին։ Ցուցակները կախելուց հետո Արագան սեռի այն դիմորդները, որոնց 18 տարին լրանում է, իրենք տեսնեն, եթե ընդունվել են բու վճարովի համակարգով, պետք է գնան զորակոչվեն եւ կան իրենց տեղը կպահպանվի, կան շարունակեն իրենց ուսումը, իրենց ընտրած մասնագիտությամբ, իրենց ընտրած բուհում։ Փոփոխություններից է նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քննությունների ցանկում մյուս օտարլեզուների կողքին ավելացել է նաև ռուսաց լեզուն։ Հիշեցնենք, որ նախկինում օտարլեզու ընդհանուր անվանումը կրող քննությունների ցուցակում ընդգրկված էին անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը եւ իտալերենը։ Գաղտնիք չէ, որ երեխան ԱՊ տարածաշրջանի բոլոր երկրների մասին է խոսքը, ավելի լավ տիրապետում են ռուսերենին, քան ասենք անգլերենին, ֆրանսերենին կամ գերմաներենին։ Լրացուցիչ մրցույթ կանցկացվի այն դիմորդների համար, ովքեր 8 եւ ավելի տարի բնակվել են սահմանամերձ բարձր լեռնային տարածքներում, եւ վերջիններից դրական գնահատական ստանալու դեպքում հնարավորություն կընձեռվի սովորելու անվճար համակարգում։ Թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանի կարծիքով նմանատիպ փոփոխություններն անպայման իրենց դրական ազդեցությունը կունենան կրթության որակի վրա։ Պետք է հեշտ լինի բուհում տուվելը, դժվար լինի բուհում սովորելը, ինչպես արտասահմանյան շատ երկրներում։ Այնուամենայնիվ, ոլորտի մասնագետների կարծիքով, եթե դիմորդը չունի համապատասխան գիտելիքներ, ապա բուհի ուսանող դառնալ չի կարողանա։ Գիտելիք չունեցող աշակերտը չի կարող դառնալ բուհի ուսանող, այդ պարզից պարզ է։ Պարզից պարզ է եւ միասնական քննությունների այդ ինստիտուտի ներդրումը մեր հանրապետությունում վառ օրինակ է։ Գնալով ավելի օբյեկտիվ եւ ավելի թափանցիկ է բուհ ընդունվելը եւ գիտեք այսօր որից է մի գիտակ երեխա չի կարող բարձրաձայնել ասել, որ ինքը գիտեր եւ բուհ չընդունվեց։ Նշենք, որ այս տարի եւս անցողի գնահատական է համարվելու 7.5 միավորը, որը չի կլորացվելու։ Էմմա Պալյան, Սամվել Վարդանյան, Gala News։